Բարի օր, ժողովուրդ ջան։ Պացիենտ ենք ստացել։ Հիշողության խնդիր ունի, տեսողության խնդիր ունի, բայց քաղաքական էջ գզողը։ Եվ մենք տեսանք, որ 2023 թվականին Արցախից հայերը դուրս եկան, ռուսական ուժերը ոչինչ չարեցին։ Իսկ ինչ արեց Հայաստանի իշխանությունը ժամանակ։ Ռուսական ուժերը ոչինչ չարեցին։ Իսկ ինչ արեց Հայաստանի։ Տեսեք, ռուսական, ես խոսում եմ երաշխավորի մասին։ Ես այո ասում։ Ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը։ Իսկ ինչ արեց ռուսական իշխանությունը։ Եթե ազգային իշխանություն ես, պետք է կարողանաս քո ազգի շահերը պաշտպանելու համար միջազգային հացիաներում գոնե ներկայացնես այս ամենը։ Գոնե պահանջես, լավ, Ռուսաստանը չէր անում, բա ՄԱԿ կա, բա Եվրոխորհուրդ կա, Եվրոմիություն։ Նախ առաջինը քեզ ուղիղ հարց է տալիս, թե Ռուսաստանը դաշնակից կոչված է ինչ արեց, դու կռուտի տեսանում նորից վրցնում ես իշխանության վրա։ Նորից նույն հարցը տալիս է, նորից վրցնում ես ու հիշում ես ՄԱԿ-ի գրասենյակ, բան, եվրոպական նացիաներ, ֆլան, ֆստան։ Այդ դուք բերում եք ռուսի սապոկը մտցնում եք ձեր երկրի մեջ, երաշխավորումները այդ ֆեյք թղթերը ստորագրում եք, բայց ՄԱԿ-ի գրասենյակը պետք է պատասխան տար։ Ամերիկան պետք է օգներ Հայաստանին, Ֆրանսիան պետք է օգներ Հայաստանին։ Խիտ Ամերիկան, Ֆրանսիան այդ ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանի համար ով էր։ Եթե դու լրիվ ռիչակները տվել ես ռուսին, քո անվտանգությունն էլ հետը։ Ու ռուսը այդ քո անվտանգությունը չի ապահովում, դու ՄԱԿ-ի գրասենյակ ես հիշում։ Երկրորդը, հիշողության խնդիր ունես, արա, հա՞։ Այդքան առածները վերցնում ես գցում ես ջուրը։ Լավ, ասենք թե իշխանությունը ոչ մի բան չի արել։ Հələ մի հատ եկեք այդ տանձի գլուխները, հələ մի հատ եկեք սաղդ պատասխան տվեք այդ ընդդիմություն կոչվածները։ Այդ որ հայտարարում էր, ասում էր կարող ենք կանգնացնել։ Խիք բոլորը դեմ։ Խի ոչ մեկը չկանգնեցիք կողքը, չասեցիք այո, կանգնած շուտ։ Խի իսկ որ պարտվեցինք, թե մեղավորը ինքն է, բա դուք եք դրթե որ մենք կռվենք։ Դուք եք այդ ամեն ինչը արել։ Մի բան էլ հիշեցնեմ։ Հələ այս նյութը նայի։ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահի նամակ է ուղարկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, հիշեցնելով, որ Երևանից պարբերաբար ահազանգել են Արցախի շրջափակման հետ կապված վտանգների մասին։ Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանությունը, ասված է Հայաստանի դիմումի մեջ։ Հայկական կողմը ֆրանսիական միջնորդությամբ այս նիստը հրավիրել էր միջազգային հանրությունից Լաչինի միջանցքի վերաբերյալ աջակցություն խնդրելու նպատակով։ Նիստի ընթացքում մեր դաշնակից Ռուսաստանը բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում ընդունեց, պնդելով թե Լաչինի միջանցքը փակվել է բացառապես հանքարդյունաբերական խնդիրների պատճառով։ Նույնը ամրագրեց նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, մինչդեռ հայկական ու օրինակ ֆրանսիական կողմերը իրեն ներկայացին ըստեյության արկայի ուղղությունների արձանագրմամբ։ Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Բագիվ Սադիկովը Թվիտերում մի գրառում արեց, նշելով, որ Ֆրանսիան ՄԱԿ անվտանգության խորհրդում Ադրբեջանի նկատմամբ հերթական պարտություն է կրեց պրոհայկական հայտարարություն ընդունելու հարցում Լաչինի վերաբերյալ, ինչը հարուցեց, ինչպես դեսպանն է նշում, ՄԱԿ անվտանգության խորհրդի այլ անդամների խիստ արձագանք։ Փաստենք, որ գոնե թե հանրային տիրույթում ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները հարուցված խիստ արձագանք չեն ցուցադրել։ Ընդհակառակը գոնե թե այն ելույթները, որ մենք տեսել ենք, բավականին հստակ էին, բացել Լաչինի միջանցքը անհապաղ։ Սակայն ադրբեջանցի դեսպանն իր գրառման վերջում բացում է այն երկրների շրջանակը, որոնց միջոցով հնարավոր է եղել կանխել հայտարարության ընդունումը։ Վակիվ Սադիովն իր գրառման ամենավերջում ավելացնում է մեջբերում. շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Միացյալ Թագավորությանը։ Մեջբերմանավարտ։ Հրապարակված տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 20-ին բուն նիստին հաջորդած հանդիպման օրերի ընթացքում քննարկվել եւ բանացվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից փոխհամաձայնեցված հայտարարություն, այսինքն պատրաստի թուղթ։ Սակայն արդեն հայտարարության ընդունման նախորդին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն ինչ որ ջանքերով նրանք նույնպես ունեն հավաքականության Ֆրանսիայի ջանքերով։ Ի վերջո համաձայնել են ստորագրել հայտարարության։ Համը փաստորեն ամենավերջում հանել է ռուսական կողմը, որ ըստեյության միանձնյա տապալել է հայտարարության ընդունումը։ Թարսիկ աճ այ խիարներ։ Բայց ինչ էր գործողություններ չէր։ Բա լավ, ասենք թե իշխանությունը ոչ մի նման գործողություն չի արել, ասենք թե չի արել։ Բա դուք ուր էիք։ Հմ։ Այ փրկիչներ, բոլշևիկյան տակաշորներ, դուք ուր էիք։ Եթե դու հիշողության, տեսողության խնդիր ունես, ապեր մի հատ դիմում տուր, հրաժարական տուր, գնա, չգիտեմ, ծարտնկի չեմ անում, բանան աճծրա։ Հասկացանք 17 թվին, 18 թվին էշեր դուս եք տվել, ժողովրդին փուրն եք տվել, բա հիմա ինտերնետ գոյություն ունի, վիդեոներ գոյություն ունեն, դուք որ հենում էշեր դուս եք տալիս, ինչ եք մտածում, ինձ հետաքրքիր է։ Այ քեզ կտծրացներ։ Այդ ռուսի վրից այդ պատասխանատվությունը հանող դաշնակի վաստակ, ինձ ուշադիր լսի։ Չէր կարողանում, չէր ուզում։ Բա խեր դեմ քվեարկում։ Խեր ամենատյանում դեմ քվեարկում։ Այդ նույն քո պուտլերի տակաշորերը, որ գնում էին եվրոպական նացիաներ, միջազգային նացիաներ, հայ դեմ էին քվեարկում։ Հա, ռուսի տակաշորներ։ Հələ պատասխան տվեք։ Այդ խի ձեր դաշնակիցը ձեզ չօգնեց, ասում են, դաշնակիցը դե հիմա նենց վիճակում է, ինչ հիմա պետք է ելնենք իրան դավաճանենք, բա խեր փուրը տալի, խեր դեմ քվեարկում։ Ու սրանից հետո յուրաքանչյուր ռուսի տակ պարկած քաց, եթե կգա գասի ռուսը մեր դաշնակիցն է, առավել եւս, եթե իրա բերնից բրտսնի, որ ռուսի եղունգի տակի կիղտը մենք չարժենք, ուրեմն լսեք այ չատլախներ ես դեզ ինչ եմ ասում, դուք կերել եք իմ 40 օր կռիվ տվող զինվորի ոտի բուտմատի եղունգի տակի էպիդերմը, անուշ լինի։